Գյումրու կաթվածի և նյարդաբանության բաժանմունքը ամփոփեց 3 տարվա աշխատանքը։ Միջոցառմանը նշեցին, որ հիմնադրվելով բավականին բարդ փուլում, հաղթահարելով դժվարին ճանապարհ, կենտրոնը հիմա աշխատում է նաև Վանաձոր ԲԿ-ի հետ, սպասարկելով Շիրակի և Լոռու մարզերի բնակչությանը։ Իրականում շատ բարդ էտապով մենք կարողացանք ստեղծել այս կենտրոնը ու այդ աջակցությունը ինչ որ ստացել ենք նախարարության կողմից շատ կարևոր է եղել։ Ես եւս մեկ անգամ Տիգին Ավանեսյան շնորհակալություն եմ հայտնում այդ բորդի թիմին, որ կարողացան թույլ տալ Գյումրիում իրականացնել, որը հետագայում նաև օգուտ բերեց մեր երկու մարզերին ու շարունակական է լինում։ Աշխարհում հիվանդությունը երիտասարդացել է, ըստ զեկուցողների ներկայացրած վիճակագրության յուրաքանչյուր 4-րդ մարդ կաթված է ստանում։ Հիվանդների 63%-ը մինչև 70 տարեկան են, 7%-ը մինչև 44։ Սա է պատճառը, որ պետությունը ներդրեց կաթվածի պետական ծրագիրը, նախ մայրաքաղաքում, հետո նաև մարզում։ Կաթվածի այս տիպի բուժումը, ռեկանալիզացիոն բուժումներ անել կամ չանելը երկրի ժողովրդավարության ցուցանիշների մեջ է մտնում։ Այսինքն այդ երկիրը այդքան ունի ժողովրդավարություն, որ կաթվածի ռեկանալիզացիոն բուժումները արվի, թե չէ։ Եվ պարզ երևում է, որ հեռու մարզերի բնակչությունը չէր կարող ստանալ տրոմբոլիտիկ թերապիա եւ մեխանիկական տրոմբեկտոմիա, որովհետեւ տրոմբոլիտիկ թերապիան հնարավոր է իրականացնել կաթվածների սիմպտոմների սկզբից ոչ ուշ, քան 4.5 ժամը։ Գյումրիում պետական ծրագիրը ներդրվեց 3 տարի առաջ։ Գյումրի գործուղվեց Էրեբունի ԲԿ-ի կաթվածի և նյարդաբանության մասնագետ Ժորա Բաղդասարյանը։ Սկսեցին կադրերի համալրումն ու վերապատրաստումը։ Մենք Գյումրիում 26 տարեկան տղա ենք տրոմբոլիզ արել եւ տրոմբեկտոմիա արել շատ լավ արդյունքներով։ Ես այն ժամանակ չնայած բավական փորձ ունեի, բայց մի քիչ հուզական բան ունեցա, ամեն ինչ ավարտելուց հետո ու իմ թիմի մեջ հայտարարեցի, որ եթե մենակ այս տղայի համար արժեր, որ ես Գյումրի գայի, ուրեմն հաստատ ճիշտ է եղել, որ ես Գյումրի եմ եկել, որովհետև այդ տղան շատ լավ վիճակում է։ Հաճախ հանդիպում ենք մենք Գյումրիում, լավ ընկերներ ենք դարձել, կարելի ասել։ Կենտրոնն արդեն կայացած է, ասում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Բարձրակարգ, բարդ եւ տարբեր մասնագետների միաժամանակյա արկայություն պահանջող ծառայության, ինչպիսին է ստրոկի ծրագիրը, ուրախ ենք, որ նաեւ մարզում դա հնարավոր եղավ կազմակերպել։ Ծառայությունը հիմնադրվել է պետության աջակցությամբ եւ այսօր էլ այն գործում է պետական պատվերի շրջանակներում, բայց այստեղ էլ պիտի հասկանանք, որ թե ժամանակի հարց ունենք, այսինքն որոշակի պատուհան կա, որ պացիենտը կարող է այս ծառայություններից օգտվել եւ դրա արդյունքում մենք ունենք առողջացում, մենք ունենք հաշմանդամության կրճատում։ Նախարարն ասաց, որ այցելել է նաեւ շտապօգնության կայան, որը վերազինվել է նոր մեքենաներով։ Գյումրի ԲԿ-ում մոտ 160 միլիոն դրամի ընթացիկ նորոգումներ են պլանավորում, կառուցվում է նաեւ ծննդատան շենքը։ Կրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։